Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր զրուցել եմ Հայաստան դաշինքի Հայաստան խմբակցության պատգամավոր և Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Աղվան Վարդանյանի հետ, պարոն Վարդանյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունել։ Բարի երեկո։ Պարոն Վարդանյան, ըստ էության նախընտրական քարոզարշավը կիսվեց, արդեն 2 շաբաթ անցել է քարոզարշավի մեկնարկից և մնացել է գրեթե կեսը։ Եթե փորձենք ամփոփել, ինչ կարող եք արձանագրել, ձեզ համար ինչ-որ արձանագրումներ արել եք։ Ակնհայտ է, որ հատկապես վերջին մեկ շաբաթ 10 օրը Հայաստան դաշինքի քարոզարշավը վերելքի վրա է և հանդիպումները բնակչության հետ տարբեր մարզերում Երևանում շատ մեծ ընդունություն են արժանանում։ Մեր վարչապետի թեկնածուն նախագահ Քոչարյանը կարծես լիարժեք իր ֆորմայի մեջ է, շատ ինտենսիվ շփվում է քաղաքացիների հետ, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ իր ելույթները շատ բազմազան են, բոլոր ասպեկտները ընդգրկող։ Մեր թիմը համոզված եմ այս ամբողջ սպեկտրի մեջ ամենաուժեղ, ամենակազմակերպված, ամենափորձառու թիմն է և գոհ ենք, այս ընթացքից գոհ ենք։ Իհարկե դեռ շատ անելիք կա, առաջիկա 2 շաբաթներում ևս շատ տեղերում ենք լինելու, միանգամից ասեմ, որ 25-ից Սյունիքում ենք լինելու, Սյունիքում Վայոց ենք լինելու, շատ դրական է։ Դրական է, կարծում եմ նաև ընդդիմադիր հիմնական մյուս ուժերի և ուժեղ Հայաստանի և առաջարկ Հայաստանին, Բարգավաճ Հայաստանի քարոզարշավը, նրանց ևս ծրագրեր են առաջարկում, իրենց տեսլականի մասին խոսում, ապագայի մասին խոսում։ Միակ թյուրիմացությունը այսօրվա իշխանությունն է, որը միայն սուտ է ասում, ղժղժում է, հիստերիայի մեջ է ընկնում, փորձում է վախեցնել մեր ընտրողներին և շատ բնորոշ պետական վարչական լծակներն օգտագործելով փորձում են ինչ-որ բան շահել, բայց նրանց վարկանիշը այնպիսի անկում է ապրել, որ այլևս հնարավոր չի վերականգնել։ Ես վստահ եմ, մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը արդեն բացվել են աչքերը և տեսնում են, թե ում հետ գործ ունեն, ոչ մի ծրագրային ելույթ, ընդհակառակը նոր զիջումների մասին տեղեկություններ և այլն։ Տեսեք, ես մի բան հիշեցի, այսօր մտածում եմ այս թեմայի շուրջ, 88-89 թվականներին, երբ որ շարժումը կար, Արցախյան շարժումը իր տարերքի մեջ էր, բնականաբար այն ժամանակվա իշխանությունը, կոմունիստներն էլ փորձում են ինչ-որ զսպումներ և այսպիսի մի արտահայտություն կար, նոմենկլատուրային բանդիտիզմ, կոմունիստական վերնախավի մասն էր խոսքը, որոնք պարզ է, որ ամեն կերպ փորձում էին խոչընդոտել շարժմանը։ Ով է այսօրվա նոմենկլատուրան։ Այսօրվա նոմենկլատուրան ՔՊՇ-նիկներն են, Նիկոլն ու իր շատ լավ ձևակերպում կա փոքր խմբակն են և նոմենկլատուրային բանդիտիզմի այդպիսի օրինակ նույնիսկ այն ժամանակ չի եղել։ Մի կողմից նոմենկլատուրային բանդիտիզմ, մյուս կողմից պետական տերոր։ Դուք տեսնում եք, թե ինչ են անում ընդդիմադիր ուժերի ներկայացների հանդեպ, երեք այսօր նույնն է և իրենց լեքսիկոն, իրենց խոսույթը, խայտառակություն ուղղակի։ Այս տեսակ անհավասարակշիռ, այս տեսակ վերջացած մարդու, ես անունը դրել եմ սև մարդ այդ բանի, մարդիկ տեսնում են, հասկանում են, թե նա ոնց է վերաբերում քաղաքացիներին և իր այդ լղոզված սրտիկները և այլը, ես խորապես համոզված եմ, գիտեմ, որ նա մեր ժողովրդին չի սիրում, որևէ մեկին չի սիրում, ինքը սիրում է միայն իր աթոռը, իր հնարավորությունները և ուղղակի ատում է մեր ժողովրդին և պատրաստ է ծառայել օտար շահերի առաջերտին Ադրբեջանի և Թուրքիայի։ Եթե դուք տեսնեք, թե 20 թվականի պատերազմի ժամանակ նա ինչեր էր ասում Թուրքիայի և Ադրբեջանի հասցեին և համեմատեք այսօրվա իր խոսույթը, այդ մարդը սրբություն չունի, այդ մարդը ամոթ չունի։ Միակ բանը, որ փորձում անել վախեցնել քաղաքացիներին, բայց ինքը տեղով վախկոտ է և վախկոտից վախենալը ամոթ է։ Ես մեր ժողովրդին հորդորում եմ սրանցից ընդհանրապես չվախենալ, գնալ ընտրության, հատկապես երիտասարդությանը, որոնց ապագան այս երկրում է, խցիկում դուք մենակ եք, դուք եք և ձեր ապագան և ձեր Աստվածը, սրանք հեռացվելու են։ Պարոն Վարդանյան, դուք ասում եք խցիկում դուք մենակ եք, Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում հարթակից հայտարարում է, ասում է, եթե դուք գնաք և ընտրեք գործակալներին, գործակալներ նա հռչակել է ընդդիմադիր 3 ուժերին առաջատար,
Ապա նշանակում է, որ դուք նույնպես գործակալ եք եւ պետությունը գալու է ձեր հետևից։ Սա հիմա աղաբեկման սպառնալիքի փորձեր են եւ ինչ կարող են հետևել նրա այս հայտարարությունների։ Հիմա տեսեք, ոչ միայն այդ ասած, այլ նրա սպառնալիքները մենք չլինենք, պատերազմ կլինի եւ ընդդիմադիր առաջնորդի հասցեին նրա ուղղակի անասնական խոսույթը բնական է, որ այսօր ես ամեն տեղ ասում եմ, գիտեք, ամեն տեղ ասում եմ առաջի հերթին իր հետ ամեն ինչ պարզ է։ Ես չեմ ուզում նրան մեկնաբանել, բայց ես ամեն տեղ ասում եմ եւ զգուշացնում եմ հատկապես ուժային կառույցների ղեկավարներին։ Դատախազություն, քննչական կոմիտե, ոստիկանություն, ԱԱԾ, դուք պետք է պարտավոր եք ծառայել պետությանը։ Սրանք ընտրություններ են, հերթական ընտրություններ են, որտեղ որոշելու է մեր ժողովուրդը։ Եթե դուք ծառայեք ոչ թե պետությանը, ոչ թե ժողովրդին, այլ այս վերջացած մարդկանց, որոնք ուրիշ շահ չունեն, բացի Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը եւ պատրաստ են զոհել ամեն ինչ եւ մեր ժողովրդին, դուք պատասխան եք տալու։ Իհարկե։ Ում առաջ։ Ժողովրդի առաջ, պետության առաջ, վաղվա ուժեղացող կազմակերպված պետության առաջ եւ իրենց արածների համար պատասխան են տալու, իհարկե պատասխան են տալու նաև այս փոքր խմբակիր ղեկավարով դատարանում ապացուցվելու է նրանց կատարած հանցագործությունները, բայց նա ինչով որ սպառնում է մեր ժողովրդին, դա ընդհանրապես հիստերիկ հոգեվարքի մեջ գտնվող մարդու եւ ուժի սպառնալիքներ են։ Վախկոտից վախենալը ամոթ է, կրկնում եմ։ Բայց կարծում եք այնուամենայնիվ ազդում է հասարակության ընտրողի հոգեբանության վրա, այսինքն դրանից հետո նա ունի մի շերտ, մարդկանց մի շերտ, որոնց ես գնահատական չտամ, ցանկացած ժողովրդի մեջ այդ շերտը կա։ Նա փորձում է սրանով իր խոսույթով, իր սպառնալիքներով մոբիլիզացնել իր ընտրողներին, որոնք ես կարծում եմ 20% են, 22% են ինչ են, որ անպայման նրան գնան ընտրության, բայց ես խորապես համոզված եմ, որ այս ընտրությունների մասնակցությունը ավելի բարձր է լինելու, հատկապես երիտասարդները շատ ավելի ակտիվ են լինելու, իսկ երիտասարդների առնվազն 70%-ը ուղղակի զզվում է սրանցից եւ տեսնում է իր ապագան այլ Հայաստանում, այնպես որ ես կարծում եմ այդ ազդեցությունը չի կարող ունենալ եւ ում են ասպառնում կայացած ուժեղ մարդկանց իրենց կենսագրությամբ, իրենց աշխատանքով, իրենց փորձառությամբ ներդրում ունեցող մարդկանց եւ մեր պետության եւ մեր ժողովրդի շահերի համար, երբ որ ինքը միայն վերել է ավեր, ցավ, ողբերգություն եւ իր կյանքում որևէ դրական բան չի արել։ Պարզապես պետք է համեմատել մեր առաջնորդին, նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր կենսագրությամբ եւ նայել սրան։ Լինելով վախկոտ, լինելով սուտասան, լինելով ողբերգություն բերած մեր պետության եւ ժողովրդի գլխին, այս մարդը ուղղակի ձեռքը գցում է փրփուրներից, փորձում է մոբիլիզացնել իր փոքր ընտրազանգվածին։ Կարծում եմ, սա արդեն բազմիցս ասել եմ, իրենք վերջացած են եւ ինքը եւ իր մերձակա փոքր շրջանակը վերջացած մարդիկ են, պատրաստ են ցանկացած ստորության, ցանկացած նենգության, այնինչ այսօր անում են ընդդիմադիր գործիչների հանդեպ, այսօր նույնպես խոզարկություններ, դերբակալություններ Գյումրիում, Երևանում, ուժեղ Հայաստանի մարդկանց հանդեպ։ Ես նպատակը փորձել թույլ չտալ, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լիարժեք ընտրաշավ իրականացնել։ Ես վստահ եմ, նա դեռ իր զինանոցը ճակերտների մեջ էլի ստորություններ ունի, էլի անելիքներ ունի, բայց ես խորապես համոզված եմ, որ հիմնական ընդդիմադիր ուժերը այնքան կազմակերպված եւ այնքան միասնական կլինեն, որ կձախողեն նրա բոլոր նոր ավերածությունները։ Այսինքն օրինակ կանխատեսում եք, որ կարող է իրավապահները նաեւ գան Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացուների հետևից։ Ձեզ հետ կապված է Ոչինչ չեմ բացառում, ես քաղաքականության մեջ եմ առնվազն 35-40 տարի, բոլորից վրա էլ ինչ որ բաներ են փորձում հորինել, ամեն օր մի բան են փորձում անել իրենց ցիվիկներով, որևէ խնդիր չկա։ Վախենալ սրանցից նշանակում է չունենալ ինքնասիրություն, չունենալ արժանապատվություն, չունենալ նպատակներ, սկզբունքներ։ Իրենք չունեն ոչ սկզբունք, ոչ նպատակ դրական իմաստով, իրենց միակ նպատակը, գերնպատակը ցանկացած գնով փորձել կարճել մնալ իշխանության։ Դա արդեն մեր ժողովուրդը բացառելու է։ Հիմա դուք ուժային կառույցներին կոչ ուղեցիք, որպեսզի չկատարեն պատվերներ։ Ես կոչ ուղեցի ուժային կառույցների ղեկավարներին, խորապես համոզված եմ, որ նույն ուժային կառույցներում առնվազն նրանց մեծամասնությունը շատ լավ հասկանում են, թե
սա հակապետական գործունեություն է, այդ բոլոր, տեսեք արձակուրդի մեջ նա ինչ հրանքներ է տալիս ԱԱՑ-ին եւ այլը եւ այլը։ Դրանք շատ լավ հասկանում են, որ իրենք նվիրված են միայն իրենց թիմին, նույնիսկ մարդիկ, որոնք ծառայել են սրան ինչ որ ժամանակ, այսօր նույնպես հարվածի տակ են եւ վաղը, եթե բացառում եմ ես, եթե իրենք վերարտադրվեցին, քթից են բերելու բոլոր նրանց, ովքեր նույնիսկ իրենց կողքին են եղել։ Սրանք չունեն բարոյական որևէ զսպանակ, չունեն որևէ սահման, արդեն ասացի, անսրբություն, անամոթ եւ նենք ու ստոր մարդիկ են։ Բայց քանի որ դուք ինքներդ ասացիք, որ արձակուրդի մեջ գտնվելով նա ուժային կառույցին ըստ էության հրահանգ իջեցվեց, ասաց ԱԱԾ-ն քրեական գործ է ուղարկելու քննչական կոմիտե եւ մենք տեսանք, որ շատ արագ դա տեղի ունեցավ, այսօր գնացին խոզարկություններ իրականացրեցին Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի տեխնացուների տանը, աշխատավայրում, մեքենայի մեջ եւ որտեղ որ հնարավոր է դա իրականացնել, արդեն քրեական վարույթ են հարուցել։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ ուժային կառույցները կգնան միջև վերջ, պարոն Վարդանյան։ Ուժային կառույցների ղեկավարները, որոնք այս ընթացքում նշանակվել են, բազմիցս փոխվել են եւ ամբողջովին կախման մեջ են սրանից, նրանք պատրաստ են դրան, բայց նրանց դեմ կանգնելու է ժողովուրդը, ես համոզված եմ, եթե նա սահմանները անցավ, վաղուց է բոլոր սահմաններն անցել, բայց նա անսահման է, սորությունը անսահման է։ Եթե բոլոր սահմաններն անցավ, ժողովուրդը ոտքի կկանգնի եւ եթե ժողովուրդը ոտքի կանգնեց, ուժային կառույցները կընկրկեն, կհասկանան, որ սա այս խմբակի վերջն է եւ իրենք շարունակելու են ապրել Հայաստանում։ Պարոն Վարդանյան, բայց հնարավոր չէ, որ դուք պարզապես չափից դուրս լավատես եք, որովհետև շատ փորձեր են տեղի ունեցել, երբ մտածել եք, որ ժողովուրդը ոտքի կկանգնի եւ ժողովրդական այսպես ցասմամբ հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել կամ այլ հարցեր լուծել, հետո տեսել ենք, որ դա տեղի չի ունեցել։ Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը, մեր ժողովրդի համբերության սահմանին, բաժակալցվելուն։ Ես տեսնում եմ, որ այսօր բոլորովին այլ իրավիճակ է, հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը կազմակերպված են, ուժեղ են, կարողություն ունեն համախմբելու եւ սա էապես տարբերվում է նախորդ շրջաններից։ Այս առումով ես կրկին զգուշացնում եմ ուժային կառույցների ղեկավարներին։ Ձեր չափը իմացեք, ծառայեք պետությանը, ոչ թե մեկ անձի հիսցերիկ հրահանգներին։ Եթե չափ անցավ, ժողովուրդն էլ համբերությունը դուրս է գալու եւ չափ անցնելու է։ Իրենք պիտի հասկանան։ Սա ընտրություն է, որտեղ որոշողը ժողովուրդն է։ Որքան էլ դրսից տղաներ բերեն, տղա բերեն մեր ժողովրդի վրա, որքան էլ փորձեն դաշնակիցներին վարկաբեկել, փորձել ինչ-որ լրտեսներ գտնել, ամենամեծ լրտեսը շպիոնոնիկները իրենք են, որոնք ծառայում են ուրիշի շահերին։ Եվ այն քաղաքականությունը, որ այսօր արվում է աթոռը պահելու համար, ուղղակի հարված է մեր ժողովրդի եւ բարեկեցությանը, եւ ինքնությանը եւ ինքնասիրությանը։ Մենք այս վիճակից դուրս ենք գալու, մենք վերականգնելու ենք իրական հայ տեսակ արժանապատվությունը եւ վստահ եմ, որ 1-2 տարում մենք ունենալու ենք շատ ավելի համերաշխ, շատ ավելի կազմակերպված հայություն։ Նրանք, ովքեր որ դեռևս մոլորության մեջ են, դեռևս ծառայում են կամ հավատում են սրան, շատ փոքրաթիվ են։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ասուլիս էր կազմակերպել, երբ նրան հարցնում են, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը իր վերընտրվելուց հետո, օրինակ 15 տարվա կտրվածքով, նա ասում է, ես պատկերացնում եմ խաղաղ Հայաստան, ինքնիշխան, անվտանգ եւ ապա շրջափակված։ Դուք ինչպես եք պատկերացնում Հայաստանը, եթե նա վերընտրվի։ Նա չի վերընտրվելու։ Ես չեմ ուզում այդ հարցը քննարկել։ Չեք պատկերացնում, այսինքն։ Չեմ ընդունում։ Տարբերակ չկա ուղղակի։ Ակնհայտ է նրա իշխանության ժամանակ մեր երկիրը որքան է նվաստացել, որքան է կորցրել, Արցախը առանցին, Հայաստանի ինքնիշխան տարածքները առանցին, զիջումները պատրաստակամությունը անկլավների հարցն է այսօր ասում օրակարգում են։ Դրանց կանդրադառնանք դեռ։ Բացառված է նրա վերընտրությունը եւ դրանում համոզված եմ, բայց նրա հետ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ապագա չունի։ Ինչ 15 տարի։ Ընդամենը 15 օր մնաց։ Պարոն Վարդանյան, դուք ասում եք անկլավների հարցը, այսօր Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է դրան, ասում է Հայաստանի ինքնիշխան տարածքից զիջում չի լինելու, մենք պարզապես քննարկում ենք մեր ինքնիշխան տարածքը, նա նկատի ունի Արցվաշենը վերադարձնելու հարցը եւ պնդում է, որ ընդդիմությունը փորձում է զրպարտել եւ վարկաբեկել իրեն, երբ ասում է, որ նա պատրաստվում է նոր հողեր հանձնել։
ինքը վարկաբեկված է, ինքը զրպարտված է ոչ թե ընդդիմության կողմից, այլ իր այսօրվա գործընկեր Ալիևի կողմից, հիշում եք չէ, հարբեցող ծաղրոցու կամ հիշում եք չէ կադրը, երբ որ չգիտեմ որ երկրում ինքը նստած էր մի հատ տաբուրետքի վրա, իսկ Ալիևը փռված էր բազմոցին, ինքը ստորացված է, իսկ ստորացվածը չի կարող խաղաղություն բերել, խաղաղություն ապահովել։ Արցվաշենի մասին խոսելը այսօր ուղղակի զառանցանք է, նայեք քարտեզին, տեսեք Արցվաշենը եւ պատկերացրեք թե ինչ է, եթե կրկնում եմ, բացառում եմ, եթե նա մնաց, ինչ Արցվաշեն, ինչ բան, խոսելու է բոլորովին այլ զիջումների մասին, դեռ չեմ խոսում սահմանադրության, դեռ չեմ խոսում մնացած բաների մասին, ադրբեջանցիների վերադարձի հնարավորության մասին, այսօր էլ կարծեմ եմ ասացին, որ խոսել է։ Ասաց ես երաշխավորում եմ, ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան, փոխարենը ասում է կգան ադրբեջանցիներ Հայաստան, եթե ընդդիմությունը իր թեզ առաջ տանի եւ ասի, որ Արցախի էջը փակված չէ եւ Արցախի հայերը պետք է վերադառնան Արցախ, այսինքն հավասար այսպես սանդղակների վրա է դնում այդ երկու թեզերը եւ գտնում է, որ այդպես դուք հրահրում եք ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, ճակերտավոր վերադարձի։ 30-35 տարի առաջ վերադարձների ժամանակ Ադրբեջանի տարածքից դեռ Արցախը չհաշված մոտ 400 հայ է բռնագաղթել Հայաստանի մի մասը նաև Հայաստանից դուրս այնուհետև Հայաստանում այդ ժամանակ ապրել է առավելագույնը 150-140 քանի հազար ադրբեջանցի։ Ինքը երաշխավորում է Ինքը երաշխավորում էր նաև Արցախի Հայաստանին մաս լինելը, ինքը երաշխավորում էր, որ 21 թվականին Շուշիի Հադրութի դեօկուպացիա անել, ամբողջ կյանքը միայն շանտաժով է զբաղվել եւ խաբել է այս ժողովուրդը, դիգեք ոնց կարող է որևէ բան երաշխավորել, ով կարող է նրան հավատալ այսօր, կարող են հավատալ մի փոքր իր այսպես ասած նոմենկլատուրային բանդիտիզմով զբաղվողները, փոքր խմբակը եւ իրենով հիացող, ասենք թե մի առավելագույնը 10% մարդ։ Ես խորապես համոզված եմ այդ տեսակը ցանկացած ժողովրդի մեջ կա։ Վաղը կլինի սոլիդ, ուժեղ, կազմակերպված, համերաշխ իշխանություն, այդ տոկոսը կդառնա 3%, 4%։ Իշխանափոխությունից հետո նկատի ունեք։ Պարոն Վարդանյան, իսկ դուք երաշխավորում եք հենց ձեր ուժը, երաշխավորում է, որ իշխանության գալու դեպքում իսկապես չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղ Հայաստան, ինքնիշխան Հայաստան, որովհետև Նիկոլ Փաշինյանը անընդհատ ընտրողներին այսօր էլ իդեպ ասում էր, որ ընդդիմությունը դե դրան անդրադարձանք լրտես է, եւ իրենց նպատակը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մտցնեն նորից կոնֆլիկտային տրամադրության եւ տրամաբանության մեջ։ Խորապես համոզված եմ։ Ինքն է Հայաստանը մտցրել ուժային կենտրոնների, այսպես ասած, բախման կետ, ինքն է ամեն ինչ արել, որ մեր դաշնակիցներից, հիշեք ժամանակին ամբողջ քաղաքակիրթ աշխարհը եւ Միացյալ Նահանգները, եւ Ռուսաստանը, եւ Եվրոմիություն անձին Ֆրանսիայի պաշտպանում էին Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ինքն է այդ ամեն ինչը ջրել, ջուրը լցրել։ Ինքն է ավիրել մեր ինքնիշխանությունը, ինքն է Հայաստանի տարածքում թույլ տվել օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Երբ որ մենք խոսում ենք Արցախի մասին, ասում ենք, որ այսօր մեզ հետ պատահել է ողբերգություն։ Այդ ողբերգությունը այսօր փաստ է։ Ողբերգությունը բերել է ինքը իր թիմը։ Արցախի մասին խոսելիս մենք ասում ենք, որ արցախցիների վերադարձի իրավունքը պիտի լինի օրակարգում եւ դիվանագիտորեն հետապնդվի։ Սա մարդկային իրավական խնդիր է բոլոր կոնվենցիաներով հաստատված։ Ավելի բան չենք ասում, որովհետեւ գիտենք ռեալ իրավիճակի վիճակը ինչ է։ Եթե ինքը մնաց, լինելու է պատերազմ, լինելու են նոր զիջումներ, բայց իշխանափոխությունից հետո ես երաշխավորում եմ այն թիմը, որ մենք ունենք, այն առաջնորդը, որ մենք ունենք եւ ընդդիմության մյուս իրական ընդդիմության առաջնորդներով մենք կարողանալու ենք կազմակերպվել եւ իսկապես առաջ տանել մեր պետական շահը եւ խաղաղություն հաստատել, երկարատև իրական խաղաղություն, բալանսավորված խաղաղություն, երաշխավորված խաղաղություն եւ երկրի ներսում բերել սեր, համերաշխություն, միմյանց օգնելու պատրաստելու։ Եթե մի մարդ իր երկրի ներսում է թշնաման հրահարում, հայտարարությունը, չէ, այս ամբողջ բռնաճնշումները կամ այս հարձակումները քաղաքացիների վրա, այս ատելություն սերմանելը բոլորի հանդեպ, նա ոնց կարող է խաղաղություն բերել։
Եթե դու քո երկրի ներսում համերաշխ չես, խաղաղ չես, քո ժողովրդի հետ չես, այլ ուրիշների շահերն ես սպասարկում, դու ոնց կարող ես երաշխավորել։ Մենք այո երաշխավորում ենք իշխանապողությունից հետո իրավիճակը փոխվելու եւ մենք վերականգնվելու իսկապես երկիրը վերակառուցելու այս տեսակը հեռացնելու այս տեսակը մոռացության տալու ռեալ քայլեր են կատարվելու։ Հիմա ես ուզում եմ, որ ձեր խոսքերը ավելի իրատեսական հնչեն, այնքանով, որ տեսեք, մենք եթե շրջապատված ենք թշնամիներով, արդյոք նրանք մեզ կտան այդ վերականգնվելու ժամանակը, արդյոք նրանք օրինակ առիթից չեն օգտվի, որ Հայաստանի ղեկավարությունը փոխվում է եւ գալիս է այլ ղեկավարություն, որ օրինակ չի կատարելու այն բոլոր պարտավորությունները, որը Նիկոլ Փաշինյանը որոշել էր, ստանձնել էր կատարելու, եւ դուք նաեւ ասում եք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք բանակի վիճակը բավական վատացել է, զենքեր չի գնում, 8 միլիարդի պարտք է կուտակել Հայաստանի Հանրապետության հաշվին, բայց զենքեր չի գնել, դաշնակիցների հետ հարաբերությունը փչացրել է եւ հենց այդ ֆոնին դուք գալիս եք իշխանության եւ դրա հետ մեկտեղ չեք կատարում նաեւ այդ զիջումները, որը Ադրբեջանը ներկայացրել է։ Հիմա այս դեպքում որքանով է իրատեսական, որ չի լինի պատերազմ, Նախ զենքերի մասին։ Ես վերջերս զրուցում էի շատ հարգարժան պարոն Բագրատյանի հետ, գիտեք նա ինչպես է տիրապետում տնտեսությանը եւ թվերին, եւ ինքը ապացուցում է, որ առնվազն այս 8 միլիարդից 5 միլիարդի ճակատագիրը անհայտ եւ որևէ կապ չունի զենքեր գնելու հետ, երբ որ նա ասում է 8 միլիարդով զենք են գրել հերթական ստախոսությունը։ Այսօր իհարկե աշխարհը շատ խառն է, աշխարհը ալեկոծվում է, տարբեր գերտերությունների շահերը ունեն, բայց ես խորապես համոզված եմ, որ պատերազմ սկսելու Ադրբեջանի ցանկությունը այսպես չի, որ ցանկացավ եւ կարողացավ։ Դրա համար պետք է շատ արագ վերականգնել մեր հարաբերությունները եւ Եվրոմիության հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ Իրանի հետ շատ ավելի լուրջ հարաբերություններ հաստատել եւ կարողանալ իսկապես դիվանագիտությամբ ստատուս քվոն կանգնեցնել, նոր իշխանությունը մեխանիկորեն ժամանակ է ունենալու այդ հարաբերությունները վերականգնելու եւ Ադրբեջանը չի կարող որոշել այսօր եւ վաղը պատերազմ սկսել։ Իսկ եթե կա Հայաստանի շահերով առաջնորդող ղեկավարություն, կա համախմբում, ես վստահ եմ, որ բացառված է ուղղակի պատերազմը։ Իշխանապողության պարագայում պատերազմը Ադրբեջանի կողմից բացառվելու է, լինելու է աշխատանք, դիվանագիտություն, հարաբերություններ, Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի պաշտպանություն։ Մենք թույլ ժողովուրդ չենք։ Մենք ունենք հսկայական ռեսուրս մարդկային եւ Հայաստանում եւ Սփյուռքում եւ այն ինչ նրանք ավիրել են, այն բաժանարար գծերը գծել են եւ մարդկանց մեջ, եւ ընտանիքների մեջ, եւ Հայաստան Սփյուռքի մեջ, մեր ռեսուրսը բացարձակ շատ ավելի մեծ է, քան թե սրանք պատկերացնում են, քան թե սրանք ավիրել են։ Եվ ես կարող եմ վստահորեն ասել, որ ճիշտ ղեկավարության դեպքում, ճիշտ աշխատանքի դեպքում մեզ այդ հաշվի են նստելու, մեզ հարգելու են եւ այսպիսի նվաստացած պետություն ու ժողովուրդ մենք չենք ունենալու։ Իդեպ զենքերի մասով, պարոն Վարդանյան, դուք գիտեիք, որ մայիսի 28-ի զորահանդեսը մեծապես կազմակերպվում է Հայաստան դաշինքին եւ հատկապես դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահին զարմացնելու համար, որովհետեւ իշխանական падգամավորները ասում են, մենք կազմակերպել ենք, որպեսզի նրանք ապշեն եւ այլևս չասեն, որ դուք զենքեր չեք գնել։ Ապշներից ապշելը մի քիչ լավ չեմ պատկերացնում։ Ես տեղյակ եմ, որ դրանք ուզում զորահանդեսանել հերթական խաբեությունը մարդկանց աչքին թոս փչել անեն, նույնիսկ կարծեմ հայտարարել են, թե զորահանդեսից հետո զենքերը թողնելու են հրապարակում, իբր թե երեխաներին նկարվելու համար, բայց վստահ եմ, սա իրենք անում են, որպեսզի սպառնան նորից ժողովրդին, եթե հանկարծ ժողովուրդը ոտքի կանգնեց, տեսեք զենքերը այստեղ են։ Թող չխաղան ժողովրդի զգացմունքների հետ։ Իրենց արած զինատեսակները կտեսնենք, տեսել ենք, չէ՞, սուերը տեսել ենք, սուերով էլ էր գլուխ գովում առանց հրթիռների, որոնք երբեք էլ չօգտագործվեցին։ Եթե նա բերել է Ֆրանսիայից ինչ-որ զրահամեքենաներ, որոնք ավելի օգտագործել են ներքին բախումների համար, քան թե սահմանի համար, դա էլ կտեսնենք։ Հերթական խաբեությունն է, հերթական մարդկանց մոլորեցնելու փորձն է, եթե դու վստահ ես քո ուժի վրա, դու բանակը հզորացրել ես, հսկայական զենքեր ես գնել, մի կես բերան ասա Ալիևին, Ես ինչ ես խոսում, ես ինչ ես անում, ինչ սահմանադրություն փոխել։ Նկատեցիք, չէ՞։ Քոչարյանն ասաց Ալիևի տուզիկ դրանից չեն նեղացել։ Թող Ալիևին հելնի հայտարարի, որ ես Ալիև քո տուզիկը չեմ։ Ալիև, դու ես ինչ ես խոսում իմ ժողովրդի մասին, ասում ես տերորիստ է հայ ժողովուրդը։ Թող մի բան պատասխանի։
Ինչի համար են այդ զենքերը։ Մեր ժողովրդին վախեցնելու թե Հայաստանի իշխանությունը պաշտպանելու համար։ Ըստ նրանց, պարոն Վարդանյան, հիմա այս տարիների ընթացքում ինչու զորահանդեսներ տեղի չէին ունենում եւ ինչու հիմա Ալիևը չի մտահոգվում այդ զորահանդեսից, այսինքն չի մտածում, որ սա սպառնում է իր խաղաղության օրենքը։ Ես խորապես վստահ եմ, որ նա այդ թույլտվությունն է ստացել Ալիևին, հիմա Ալիևը նկատել եք, չէ՞, փիշի է անում, ասում է մենք խաղաղություն ենք ուզում եւ այլ, մյուս պահանջները չմոռանալով իհարկե եւ Արևմտյան Ադրբեջանի եւ 300 ադրբեջանցիների սահմանադրության, Ալիևը այսօր փիշի անում է։ Վերջերս իդեպ նորից խոսել էին։ Վերջերս Ալիևի օգնական նորից խոսել էր ադրբեջանցիների վերադարձի մասին։ Հիշում եմ, ես հետևում եմ որքան հնարավոր է լրահոսին, նորից բնականաբար խոսել է, նորից առաջիկա մի օր մեծ էլի հավաք են կազմակերպելու, այնպես որ սա խաղաղության համար չի։ Այս տարիների ընթացքում որևէ զորավարժություն արել են սրանք։ Առաջարկներ են ունեցել Իրանի հետ են կարծեմ առաջարկություններ ունեցել, ոչ մի զորավարժություն չեն արել։ Առանց զորավարժության մինչև սրանց գալը ամեն տարի 3-4-5 զորավարժություններ էին արում Հայաստանի զինված ուժերը, նաև դաշնակիցների հետ, նաև այլ բաների հետ։ Դե դա էլ էին մեկնաբանում, որ կարող է դիտարկվել զուտ քարոզչական բան է, որպեսզի նորից խափեն ժողովրդին, թե մենք զենքեր ունենք, մենք եւ այլ։ Զենքեր ունեք, պատասխանեք Ալիևին։ Ալիևի արչև ստորացվածը, Ալիևին մի բառով չպատասխանողը չի կարող խաղաղություն ապահովել։ Սա միանգամայն հասկանալի է։ Մեզ պետք է ուժեղ առաջնորդներ, մեզ պետք է ուժեղ թիմ, մեզ պետք է բալանսավորված արտաքին քաղաքականություն բոլոր ուժային կենտրոնների հետ, բայց յուրաքանչյուր դեպքում մեր ազգային պետական շահը, մեր ժողովրդի շահերը պաշտպանելով։ Մենք ունեցել ենք այդ ժամանակը, այդպես եղել է։ Հիշեք Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը ուժային կենտրոնների բոլոր ղեկավարների հետ։ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան։ Նայեք սրա վիճակը։ Ամոթ է ուղղակի, ամոթ է հայ ժողովրդի հոգևոր մշակութային ժառանգություն ունեցող, հազարամյա փորձառություն ունեցող ժողովրդի համար նման սուտասան, խաբեբա նենք մարդկանց պահել իշխանության։ Այդ ամոթի խարանը մենք մեր դեմքից, մեր երկրի դեմքից սրբելու ենք, որտեղ այդ ամոթը ոչ միայն իրենց վրա է տարածում, այլ տարածում է ժողովրդի վրա եւ պետության վրա։ Պարոն Վարդանյան, հասցնենք անդրադառնալ նաև ընտրություններին։ Ի վերջո ես ասացի, որ նախընտրական քարոզարշավը կիսվեց, ելքը ինչպես է կանխորոշում, որովհետև այսօր նաև հրապարակվել էին Գելափի հարցումները, չգիտեմ դուք որքանով եք այդ ցուցանիշներին վստահում, օրինակ Հայաստան Դաշինքի ցուցանիշը բարձրացել էր նախորդ անգամ մոտ 1 ամիս առաջ ներկայացրել էին, որ 8.2% է, այս անգամ 12.1% եւ նաև մեկ հանգամանք էլ, երբ նայում ենք այսպես հավաքական ընդդիմությանը, այսինքն այն ուժերին, որոնք ըստ այդ հարցումների հաղթահարել եւ անցնելու են խորհրդարան, ապա գումարային շատ ավելի բարձր է, քան քաղաքացիական պայմանագրի ցուցանիշը։ Ինչպես եք դուք կանխորոշում։ Ես արդեն ասացի, որ քարոզարշավից մենք գոհ ենք, ակնհայտորեն դրական տեղաշարժ կա, աճը մենք զգում ենք։ Սոցիոլոգիական հարցումներին ես անկեղծ ասած շատ չեմ վստահում, մանավանդ դրանք արվում են հեռախոսային հարցումների ձևով Հայաստանում։ Այսօր ես լսեցի նաև, որ 18,000 մարդուց միայն 1600 մարդն է պատրաստվում պատասխանել։ Ես խորապես համոզված եմ, որ մարդիկ հեռախոսով չեն ցանկանում իրենց կարծիքը դիրքորոշումը ասել, որովհետև գիտեն սրանց մեթոդները, սրանց նենգությունը, սրանց սպառնալիքները, սրանց բանդիտիզմը, պետական տերորը։ Այնպես որ ես խորապես համոզված եմ, որ ընդդիմությունը առնվազն 3 հիմնական ընդդիմադիր ուժերը միասին շատ մեծ առավելությամբ հաղթելու են։ Քան այս թվերն են նկատվում։ Այո, քան այդ թվերն են նույնիսկ եւ շատ ավելի մեծ առավելություն են ունենալու ԿՊՇ-նիկների ԿՊՆՓ նկատմամբ։ Իսկ ընդդիմության համախմբվածությունը։ Իսկ այդ համախմբվածության այդ համատեղ առավել իրենցից ձայն ունենալու պարագայում թող փորձեն հանկարծ գնալ այլ վտանգավոր ճանապարհով, թող միայն փորձեն, մեր ժողովուրդը դա չի թույլ տալու։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ դուք պատրաստ եք նաև հետընտրական զարգացումների, փողոցային պայքարի եւ նաև այդ սցենարն եք դիտարկում։
Իհարկե պատրաստ ենք։ Իսկ դուք ասում եք այլ քայլեր նկատի ունեք, օրինակ ընտրակեղծարարությունը, թե նկատի ունեք ուժի գործադրում, հնարավոր Այն ինչ այսօր իրենք անում են, արդեն այդ ամենի ապացույցն է, այս բռնաճնշումները, ձերբակալությունները։ Ես այսօր միտեղ կարդացի, որ այս քարոզարշավի ընթացքում 67 տարբեր ուժերի ակտիվիստներ են ձերբակալվել, այսօր առնվազն 2-3-ը կլինեն, ամեն օր 4-5 հոգու անում են կեղծ, սուտ ձայնագրություններով եւ այլով։ Իսկ իրենք ինչեր են անում, ինչպեսի խախտումներ են անում, ինչպեսի ընտրակաշառքներ են բաժանում բոլոր հնարավոր միջոցներով եւ որևէ մեկը եւ այստեղ նորից ուզում եմ ասել նաեւ միջազգային դիտորդների մասին, արևմտյան դեսպոնատների մասին։ Գիտեք, մի հայտնի նկար կա, չէ՞, կապիկների նկար է, աչքերը փակած, բերանը փակած, ակաժները փակած։ Ձեզ կապիկի տեղ մի դրեք։ Իրականությունում այսօր ընտրակեղծարարությամբ այս ամբողջ ընթացքում զբաղվում է ՔՊ-ն, Նիկոլը, իրականում նա փորձում է բռնաճնշումներով ընդդիմությանը զրկել լիարժեք գործելու հնարավորությունից, բայց միևնույնն է իրենց երգը երգված է։ Եվ վերջին հարցը, պարոն Վարդանյան, շատ կարճ։ Այնուամենայնիվ չեք կասկածում ընդդիմության համախմբման հնարավորությունների վրա, այսինքն չեք դիտարկում սցենար, որ գուցե ընդդիմադիր դաշտում չստացվի այսպես կոնսենսուսի գալ եւ իրական ընդդիմադիր ուժերը համագործակցելու են եւ նախընտրական շրջանում եւ հետընտրական շրջանում, խոսքը իրական ընդդիմադիր ուժերի մասին է։ Դուք կասեք, որոնք են իրական ընդդիմադիրները։ Առաջին բանից Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, Առաջարկ Հայաստանին Գագիկ Ծառուկյանի, Բարգավաճ Հայաստանի գլխավորությամբ։ Իսկ 4-րդ ուժի ձայներ պետք է Շատ լավ կլինի, որ 4-րդ ուժը այս պարագայում կարծես թե հրապարակում կամ օդի մեջ խոսքը միասնության թևերի պարոն Թաթոյանի մասին է, շատ լավ կլինի, եթե իրենք էլ հաղթահարեն ՇՄ։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում եմ Հայաստան խմբակցության падգամավոր Աղվան Վարդանյանի հետ։ Մենք կհանդիպենք արդեն երկուշաբթի նույն ժամին։ Լավ եղեք։